Ողջույն հարգելի եկօրյակներ, սա ձեր կանխատեսումն է փետրվար ամսվա համար, բոլոր 12 ոլորտների համար կնայենք։ Ընտրել եմ այս քարտը ընդհանուր կանխատեսման համար, իսկ մյուսը մենք կնայենք ուղղակի, եթե ինչ-որ հարցեր պետք լինի, ապա կնայենք այդ հարցերի պատասխանները։ Տեսնենք, օգնող ձեռք որպես այդպեսին։ 12 ոլորտները դրանք կարելի ասել աստղաբանության ոլորտներն են, ինչ-որ մեկ-երկու բան կարող է ուրիշ լինել։ Տեսնենք այդ ոլորտներում ինչ փոփոխություններ կլինեն ձեզ մոտ, ինչ է սպասվում։ Առաջինը կնայենք եկօրյակների տրամադրությունը, տեսնենք ինչպիսի տրամադրությամբ եք մտնելու կամ ինչպիսի տրամադրություն եք ունենալու փետրվար ամսին։ Երկրորդը դա գումարն է, ֆինանսներն է, շրջապատը, ուսումը, տուն հայրենիք, տուն ընտանիք, երեխաներ, առողջություն, սեր, հարաբերություններ, նոր սեր, փաստաթղթեր, ճանապարհորդություն, աշխատանք, բիզնես, ընկերները եւ օգնություն, ինչ-որ միտեղից եւ ընկերները նույնպես, եւ վախեր, խնդիրներ, գաղտնիք նաեւ, ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան հաստատ մարդը ունի, այդպես։ Եվ նայենք, տեսնենք ձեր տրամադրվածությունը ինչպես կլինի, ինչպեսի տրամադրություն կունենաք ամբողջ ամսվա ընթացքում, ընտրության առջև եք կանգնելու։ Միգուցե շատ կարևոր ընտրություն է ձեզ համար, միգուցե ինչ-որ մի բաներ են, որ պետք է ճիշտ կարողանաք ընտրել։ Միգուցե ինչ-որ չափով ոլորտը սա մեզ ցույց տա։ Ինչ ընտրություն է կատարեք, միևնույն է դա ձեզ հաջողություն կբերի։ Այնպես որ պետք է լավ մտածեք, որն եք ուզում, ինչ եք ուզում, շատ եք տատանվելու, շատ։ Այստեղ նաև կարող է ոմանք ինչ-որ տարբեր մարդկանց հետ, ոնց որ ձեր ուղիները հատվեն, այստեղ ամեն մեկը գնա իր ճանապարհով, բայց դա ձեզ հաջողություն է, կամ ոմանք դուռ են փակելու, գնան իրենց ճանապարհով, կամ դա ձեզ համար ամբողջությամբ նոր դուռ է բացվում։ Ամսվա ընթացքում ինչ-որ մի բան անելու կամ նոր կյանք ունենալու համար։ Տեսնենք ֆինանսները, գումարը։ Գումարի հետ կապված ուրախ եք, այստեղ հնարավոր է շահում եք ունենում, հնարավոր է գումար են ձեզ ուղարկում, վարկ եք վերցնում, շատ կարևոր գնում եք կատարում ձեզ համար, որը ձեզ շատ է ուրախացնում։ Միգուցե ամուսնանում եք, միգուցե հարսանիքի հետ է կապված այդ գնումները, ուրախ գնում եք, տարոսիկ, չգիտեմ ինչեր, եւ դա ձեզ ուրախացնում է այդ պահերը։ Կամ միգուցե ձեր երկրորդ կեսն է ձեզ ուրախացնում, միգուցե ֆինանսական գործարք եք կնքում, դա է ձեզ ուրախացնում։ Երկրորդ կեսն է բարձրանում է աշխատավարձը, ձեր երկրորդ կեսին է դրա համար ուրախ եք։ Ֆինանսները, գումարները ձեզ շատ կուրախացնեն։ Այս ամիս ինչ որ մի բան է տեղ ունենալու, կամ շատ կարևոր գործարք է, որից հետո շատ գումար ստանաք։ Որը շատ կարևոր է։ Ամենայն դեպս բարձր տրամադրություն ունեք, ինչ-որ բան է հստակող, ժառանգություն եք ստանում։ Անսպասելի գումար է գալիս ինչ-որ մի տեղից, որ չեք սպասում, կամ պարտքերն են տալիս, որ էլի մոռացել էիք այդ պարտքերի մասին, եւ միամիտ հոպ եկավ, ինչ լավ է եւ ուրախանում եք։ Եվ տեսնենք շրջապատը, շփումը, ուսում, նաեւ սա կարող է լինել ձեր եղբայրը, ում հետ որ շատ կարող եք շփվել այս ամսվա ընթացքում, նա կարող է լինել ձեր դասախոսը, ում հետ որ կարող եք այս շաբաթ այս ամիս ավելի շատ շփում ունենալ, կարող է իր դասը ավելի շատ լինի օրինակ։ Կամ օգնի ձեզ ընդունվեք ոչ միտեղ սովորելու։
Եթե հարաբերությունների մեջ եք, այստեղ կարող է շատ եք շփվում եւ ձեր հարաբերությունները կայունանում է, կարգավորվում է, գուցե խոսում եք իրար հետ, հասկանում եք եւ կարգավորվում է, լինի զույգեր, լինի դա ձեր եղբայրը, լինի ձեզ շրջապատող մարդիկ, ում հետ որ դուք շատ եք շփվում։ Եթե ինչ-որ խնդիրներ կար, ապա այդ խնդիրները ոնց որ անցնում է եւ ավելի է նորմալանում այդ խնդիրները ձեր մոտ։ Հարազատների մոտ նույնպես։ Ուղղակի այս ամիս ավելի շատ կանցկացնեք իրանց հետ։ Ժամանակը բավականին շատ կանցկացնեք իրանց հետ, կամ շրջապատի, կամ ձեր հարազատների, օրինակ եղբոր, այստեղ կարիքը լինի եւ իր հետ լինեք շատ։ Կամ նոր մարդիկ կարող են լինել, ում հետ որ շատ լինեք եւ կամ սա կարող է նոր սեր է եւ ուղղակի շատ եք շփվում, ժամանակը շատ եք կանցկացնում իր հետ։ Տեսնենք հաջորդը դա տունն է։ Տունը բացվի։ Ահա, տունն է, ընտանիքն է, այստեղ նայեք, կամ ձեր աղջիկն է ընտանիք կազմում, կամ ձեր աղջիկն է հետ վերադառնում տուն, եթե ինչ-որ մի տեղ էր։ Ձեր աղջիկը կարող է տանից գնալ, ամուսնանալ։ Գուցե դուք եք դա։ Տեսնենք ընդհանրապես ինչ է ուզում ասել։ Կարող է այստեղ տուն է գնում ձեր աղջիկը, և ընտանիք է կազմում, շատ հաջողությամբ, շատ հիանալի, նոր դռներ է բացվում իր առջև, եթե դուք երեխաներ չունեք, ապա դա դուք եք, ապա դա կարող է լինել ձեր ընկերուհին, եթե տղա է նայում, սիրելի ընկերուհին, համարում եք արդեն ձեր ընտանիքի անդամ, իրար հետ պետք է ամուսնանաք, սա իրոք ամուսնություն է տղաների համար, և նոր դռներ եք բացում, նոր կյանք, նաև դա այստեղ կարող է հստակ տան բանալիներ են նաև, դուք եք տուն գնում ձեր աղջիկի համար կամ ինքն է տուն գնում եք այս ամիս նշելու, բնակարանամուտ եք նշում, կամ ամուսիններ եք, եթե տղա է նայում, ձեր կինը կարող է լինել, գուցե իրար հետ որոշում եք գնալ առանձին ապրել, թեկուզ եթե ամուսնացած էլ չեք, կամ որոշում եք իր հետ ապրել, սա էլ ձեր նոր տան բանալին է, թեկուզ վարձով դա կարող է լինել։ Սա իրոք նոր հնարավորություն է ներելու միմյանց, իրար հետ ապրելու, ոմանք էլ կարող են դուռ փակել, այստեղ կարող է իրոք ձեր երեխան գնա ինչ-որ միտեղ սովորելու, գնան առանձին ապրեն ձեզանից, կամ հենց ամուսնանում է դրա համար է գնում, ամենայն դեպս հաջողակ ամուսնություն կլինի, հաջողակ ընտրություն։ Եվ տեսնենք, երեխաները միգուցե այստեղ արդեն ինչ-որ մի բան ասի, դե ոչ բոլոր ունեն երեխաներ, կարող է սա հենց ձեզ է ցույց տալիս, դուք եք այդ կինը, կամ ձեր երկրորդ կեսն է, եթե տղա է նայում։ Երեխաների հետ կապված այստեղ կամ դուք եք ինչ-որ ուղի ընտրել երեխաների համար, որը ինձ համար շատ սխալ է։ Այստեղ կամ երեխաներն են իրանց համար ուղի ընտրել, իրոք կարող է գնում են օտար երկիր սովորելու։ Եվ այն ուղին, որ իրանք են ընտրել, իրանց փառք է տալու։ Փառք, աստղ են դառնալու։ Եվ կարող է այստեղ դուք եք ուզում երեխաներ ունենաք, արդեն որոշել եք երեխաներ ունենալ և ևս, այստեղ միգուցե շատ արագ կատարվի այդ հղիությունը, ձեր ցանկությունը կատարվի և 9 ամիս հետո նոր երեխա մոտև ինքը ավելի ուշ է, դուք հիմա չեք ունենալու, 9 ամիս հետո, դե փետրվարից սկսած, ոչ թե հիմա։ Համենայն դեպս, եթե մեծ են արդեն երեխաները և իրենք իրենց ուղին են ընտրել, ապա այդ ուղին իրանց համար շատ ճիշտ է, շատ, որովհետև իրոք, թեկուզ եթե ուզում են գնան օտար երկիր, էլի ճիշտ ուղի են ընտրել, նույնն էլ եթե ինչ-որ մի գործողություն է, ինչ-որ մի մասնագիտություն, իրենք իրենց մասնագիտությամբ կփայլեն։ Թողեք իրենց դիմաց մի կանգնեք, ամեն մարդ իր ճակատագիրն ունի, թողեք իրենց ճակատագրով ապրեն։ Առողջությունը այստեղ հիանալի է, ես առողջության հետ կապված խնդիր չեմ տեսնում, միգուցե ինչ-որ մարդիկ կարող են լինել, ովքեր որ տեղափոխվեն մեկ այլ երկիր բուժման նպատակով, կամ սպասում եք այնտեղից, որ բժիշկը ձեզ ասի, այո,
կամ սպասում եք, ոչ բժիշկ ձեզ ասի, որ պատրաստ է արդեն կարող գնալ վիրահատության կամ նման ինչ-որ մի բան, կամ այստեղ նաև սա ցույց է տալիս ոնց որ մարդու տարիքը, արդեն հասուն եք եւ պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Բայց այստեղ նայեք ինքը ասում է 30 տարեկանից բարձր ես, եթե հա, բայց փայլում եք։ Նա այսինքն խնդիր չունեք։ Արտաքին տեսքի հետ կապված ոչ մի խնդիր, հա, ավելի երիտասարդ եք երևում։ Թեկուզ եթե մոտ եք 30-ին, հա, ինչ որ զգում եք այդ կնճիռը, բայց միևնույնն է, հա, դուք ձեր տարիքին չեք երևում։ Ամենայն դեպս փետրվարին ով ձեզ տեսնի, դա է ասելու, որ դուք ձեր տարիքին չեք երևում, ավելի երիտասարդ եք երևալու։ Եվ եթե իրոք խնդիրներ կան, այստեղ բժիշկն է սա, եւ այնտեղ ցույց է տալիս, որ ինչ որ մի միջամտություն կատարվելու է, թե հիմա Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Տեսնենք սեր, նոր սեր, հարաբերություններ, հիանալի քարտեր են ընկնում, այնպես որ հիանալի ամիս է, հուսով եմ բոլոր ժամանակահատվածները, բոլոր ոլորտները լավ կլինի։ Սա հաջողություն, հաջողակ ծանոթություն, նոր դռներ են բացվում, ոմանք կարող է իրոք ինչ-որ դուռ փակեն, որոշեք, որ այդ դուռը փակում եք եւ այլևս այդ մարդու հետ չեք շփվում եւ գնում եք առանձին ձեզ համար առանձին ավելի հանգիստ ապրում։ Սա նաև նոր հնարավորություն է, նոր դուռ է, նոր ծանոթություն է, նոր շփում է, հարաբերությունների կարգավորում, հարաբերությունների առաջ խաղացում, բացարձակապես սա այստեղ ինչ-որ խնդիրներ, նման բաներ չկան հարաբերություններում, ովքեր որ միայնակ են, միգուցե նաև ծանոթանաք ավելի տարեց մարդու հետ, միգուցե նաև դա լինի պետական աշխատող կամ ոչ է ինչ-որ հստակ ֆիքսված արդեն իր դիրքը ունեցող ոչ է մասնագետ։ Նման ոչ է հարաբերություններ կարող կամ հիմա արդեն այդ հարաբերությունների մեջ եք, կամ նոր հարաբերություններ են սա, կամ ձեր հարաբերությունները ավելի իմաստուն, ավելի խորը, այդպես գլոբալ թռուցիկ չեն, թեթև, վայ, ոնց ես, հա, սիրում ես ինձ, չէ, ավելի խորը, ավելի խոր իմաստ կդառնա։ Եվ այդ հարաբերությունները ձեզ համար կտան կյանքի նոր իմաստ։ Մի մերժեք, եթե ինչ-որ մեկը գա ձեր կյանք։ Տեսնենք փաստաթղթերի հետ կապված հարցեր, միգուցե երեխաների հետ է կապված, միգուցե մանկապարտեզ, դպրոց, այնտեղ երեխա եք ունեցել այդ փաստաթղթերը, անձնագիր, ծննդական, կամ մինչև գնալը ծննդաբերելու դամ, դա նաև կարող է նոր բիզնեսը եւ զբաղվում եք այդ փաստաթղթերով։ Այստեղ դիմեք, այնտեղ հանեք, ածը հանեք, հետո գնաք հարկային, հետո գնաք սա, հա, ինչ-որ պահեր են, որոնք որ պետք է փետրվար ամսին անեք։ Ես շատ եմ տեսնում եկորյակներին, որ փորձում եք կարծես թե բիզնես սկսել։ Այո, սկսեք նորալուսնից հետո, հունվարի նորալուսնից հետո։ Ինձանից ես խորհուրդ, ես էլ եմ սկսում, բայց գործերս չեմ կանգնացնի, դա համար եմ մի քիչ արագ ավելի շատ բաներ անում, ամենայն դեպս սկսեք նորալուսից հետո, միշտ դա է լավ, այո, հենց ֆիքսված օր, ժամ, ֆիքսեք եւ հենց այդ օրերին սկսեք այդ փաստաթղթային հարցերը, եթե չեք հասցնում, ապա միգուցե սա փետրվարի նորալուսից հետո է, լիալուսից հետո մի արեք, որովհետև ձեր կատարած բոլոր գործերը կգցեք ջուրը։ Հենց այստեղ կարող է ուղղակի, երեխաների հետ է կապված, փաստաթղթեր եք հավաքում, ինչ-որ միտեղ դիմելու համար։ Օրինակ օտար երկրում, հավաքում են, սա է սովորել, նա, որ դիմեն թղթի համար։ Ինչ-որ պահեր են, որ այստեղ փաստաթղթերի հետ լավ կառնչվեք այդ ամիս։ Տեսնենք ճանապարհորդությունը, այստեղ խոսակցություններ կգնան, միգուցե քննարկում եք, որ արժի գնալ, չարժի, միգուցե մեկը համաձայն չի, մյուսը համաձայն է, կարող է լեզվակռվի մեջ անգամ մտնեք, միգուցե նաև անհանգստանում եք, լարվում եք, կարող է ինչ-որ մեկն է գնում ճանապարհորդության, դա կարող ձեր երեխաները գնում կարծես թե դուրս սովորելու, եթե նմանատիպ պահեր, ոնց որ անհանգստությունը շատ կա, կամ սա մեկը համաձայն է, մեկը համաձայն չի, այստեղ ճամփորդելու համար, կամ այդ կնոջը կարող է հարմար չի։
ճամփորդելու ընթացքում կարող կորուստ ունենալ, կարող ֆինանսներ գումար եք կորցնում, նայեք դա անգամ ճակատագրական այստեղ քայլ է։ Միգուցե աշխատանքն եք կորցնում, որովհետև դուք դեռ պատրաստ չեք ոնց այդ աշխատանքը թողնել գնալ ինչ-որ միտեղ հանգստանալ, նույնից հետ գալ։ Ու նույնից նույն տեղում աշխատել։ Եվ դրա համար կարող է այստեղ իրոք խնդիրներ է սա։ Կամ այս կինն է ձեզ համար մանր-մունր խնդիրներ ստեղծելու։ Կամ իրոք չի ուզում, որ գնաք, խոսակցության ընթացքում չի ուզում, որ գնաք եւ այդպես լեզվակռվի մեջ եք ընկնում, հետո անիմաստ ասենց իրար հետ մանր բան եք, ոնց որ բսկտում եք իրար ամեն մի անիմաստ բանից։ Դե փետրվար ամիսը դա ամառ չէ, դա աշխատանքային ամիս է, այդպես կարելի ասել, եւ շատ քիչ մարդիկ են այդ ամիս գնում, այն մարդիկ, ովքեր որ չեն աշխատում, դե դա էլ արդեն այստեղ կորուստը կա, եթե գնաք, նախ պետք է փաստաթղթերին ուշադրություն դարձնեք։ Երկրորդն էլ այստեղ գիտեք նաեւ ինչ կարող է լինել ոմանց համար, ովքեր որ մեկը մյուս տեղում ապրում, այն մյուսը մյուս տեղում, եթե այստեղ իրար չեք համաձայնեցնում, ես գամ քո մոտ, դու գաս իմ մոտ, եւ դա ինչ որ չափով կորուստ է։ Եթե ինչ որ մեկը համաձայն չի գնա այն մյուսի մոտ իրար հետ ապրելու համար, դա է կամ կարող է կորուստը։ Կորուստը այդ մարդուն, հա, որ դե չես ուզում, ես էլ այստեղ ինչ ուրիշին կգտնեմ օրինակի համար։ Դրա համար այստեղ լավ մտածեք, հա, եթե քննարկում եք, որ կարող է այս կինը ձեզ համար խոչընդոտ դառնալ, օրինակ ձեր մենեջերն է, ձեր տնօրենն է, որ հետ գաք հաստատ չի ընդունի, ես հաստատ չի ընդունի։ Դրա համար մի փոքր երկար պետք է մտածեք փետրվարին ինչ որ միտեղ գնալու, ճամփորդելու։ Ինձ թվում է այդքան էլ լավ չի անցնի, եթե գնաք։ Ոնց որ ինչ որ լարված եք լինելու, շուտ հետ գնալու, շուտ ինչ որ բան, դրա համար այդքան էլ պետք չի։ Տեսնենք աշխատանք, կարիերա, բիզնես, այստեղ միգուցե աշխատանքային պայմանագիր եք կնքում, միգուցե բիզնեսի հետ կապված իրոք ինչ-որ փաստաթղթեր եք անում կամ հաշվարկ եք անում, եթե բիզնես եք ուզում բացել, սա նաև կարող է ստորագրում եք կարիերայում առաջ խաղացում է, բարձրանում եք վեր եւ պետք է հա ինչ-որ ստորագրեք, որ արդեն այդ պաշտոնում եք, կարգավիճակ է փոխվում եք։ Այստեղ կամ ձեր երկրորդ կեսը կարող է լինել, այստեղ հստակ պայմանագիր է, ոմանց համար հստակ պայմանագիր է աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված։ Նաև դա կարող է լինել ձեր երկրորդ կեսը, եթե ունեք, եթե ամուսնացած եք, ապա իր մոտ կարող է ինչ-որ փոփոխություն լինի, ինքը ստորագրի, ինքը սկսի աշխատել, ինքը որոշի բիզնես բացել, եթե ոչ, ապա սա դուք եք, որը իրոք փաստաթուղթ եք ստորագրելու այստեղ, գործարք է սա, ինչ-որ մեկի հետ, կամ հստակ աշխատանք է, կամ ինչ-որ բան է կա, պատվիրում են ձեզ, գումար են տալիս շատ և պետք է դիմացը ստորագրեք, որ այդքան գումար եք վերցրել ինչ-որ աշխատանք կատարելու համար։ Հիանալի է։ Տեսնենք ընկերները և օգնությունը։ Ընկերները ձեր ընտանիքի անդամներն են, կամ այնպիսի մարդիկ են, ովքեր որ հստակ մտնում են ձեր տուն դուրս են գալիս, մնացածը ընկեր չեն ձեզ համար։ Եվ եթե օգնություն է պետք, ապա դուք եք կգնաք իրանք էլ, եւ նաեւ օգնություն եթե պետք լինի, ձեր ընտանիքի անդամներին պետք կլինի, կամ ձեզ պետք կլինի, ընտանիքի անդամները ձեզ կօգնեն։ Կամ տան հետ կապված կարող է լինել ինչ որ հարցեր, որ օգնության կարիք ունենաք եւ ձեր ընկերները ձեզ օգնեն այդ հարցում։ Ձեռք մեկնեն։ Միգուցե իրենց է պետք, չնայած ձեր օգնությունն է, բայց միգուցե նաև իրենց է պետք, դուք եք ձեռք մեկնում եւ իրենց եք աջակցում։ Եվ տեսնենք վախերը, նայեք այստեղ գայթակղություններ կան։ Եթե գայթակղություններով շարժվեք, եթե միգուցե մի կողմից վախ է, մի կողմից գայթակղություն է, եւ ոնց որ մարդը ուզում է ինչ-որ մի բան անել, գայթակղվել է, բայց վախը կա։ Դա ինչ-որ հասարակական գործունեություն է, կամ հասարակական գործունեությունից եք վախենում, որովհետև այստեղ ավելի շատ իմաստություն է պետք դրա համար, որովհետև շատ մարդկանց հետ աշխատելը դա հեշտ չէ, շատ մարդկանց համար ծառայելը եւս հեշտ չէ, եւ վախ կա կամ կորցնելու հասարակության ձեր դիրքը, կամ վախ կա իրանց հետ առնչվելու։
Խնդիրները նույնպես կարող են ստեղծել եւ հասարակությունը, եւ ինչ որ օծեր հասարակության մեջ, եւ ձեր շրջապատը, որտեղ որ դուք շատ եք լինում։ Այստեղ պետք է մարդը վախում է իր հեղինակությունը կորցնել, մարդը վախում է մարդկանց աչքին ավելի վատ է երևալ, մարդիկ իրան ուրիշ կերպ կսկսեն գնահատել։ Եվ գաղտնիքը այստեղ հնարավոր է։ Այս քարտով հնարավոր է գաղտնիք կա մարդկանցից։ Ոչ ոքին չեք ասում այդ գաղտնիքը։ Բայց գիտեք, այս քարտով ես կարող եմ նաև ասել, որ այդ գաղտնիքը կհանրայնանա։ Ես այդպես կարող եմ ասել։ Դուք ուզում եք պահել, բայց կհանրայնանա։ Այնպես որ եթե շատ կարևոր բան է ձեզ համար, ապա այնպես արեք, որ մարդիկ չիմանան։ Ու միգուցե դուք ինքներդ եք բացահայտում մարդկանց կամ ձեր շրջապատին կամ ձեր ընկերներին, որ ահա նայեք, ես այս մարդու հետ եմ շփվում, օրինակ, հա։ Որոշել եմ ընտանիք կազմել, ու մինչև այդ գաղտնի էր, ոչ ոք չգիտեն։ Եվ յուրաքանչյուր բան, ինչ որ գաղտնի աշխատանք դա կարող է լինել, ինչ որ մի բան այստեղ դուրս է գալու, մարդիկ իմանալու են դրա մասին։ Միայն դա է ձեր վախերը մարդկանց աչքից ընկնելու, հեղինակությունը պահպանելու, թեկուզ աշխատանքի վայրում, թեկուզ ինչ-որ մարդկանց միջև, կապ չունի թե դա ինչ գործունեություն է։ Մարդը եթե բիզնեսով է զբաղվում, բնական է, չէ, հիմա օրինակ ես, որ մեկ-մեկ բարկանում եմ խոսում, դա ազդում է, չէ, իմ հեղինակության վրա։ Շատերը գնում են, շատերը մնում են, ինձ ճանաչողները մնում են, ով չի ճանաչում այդ հիստերիկ բայրին թողում գնում են, այդ հիստերիկ բայրն էլ ստեղծում է ուրանը, ես ոչինչ չեմ կարող անել դրա դիմաց։ Մարդիկ էլ դա գիտեն, հա, իմ ոնց որ հավատարիմ ովքեր մնացել են իրենք գիտեն, բայց դա է, հա, ոնց որ ոչ ոք չի ուզում իր հեղինակության հետ խաղա, ոչ ոք, նման մարդ գոյություն չունի, միայն անխելք մարդն է, որ այդպես ուզում է։ Եվ նաև խնդիրներ կարող են ստեղծել ձեզ համար մարդիկ։ Այս օծերը, մարդկանց միջի օծերը, ձեզ խնդիրներ կարող են ստեղծել։ Հիմա աշխատում եք աշխատանքի վայրի միջի այդ օծերը ձեզ համար կարող են խնդիրներ ստեղծել այդ ամսվա ընթացքում։ Այսքանը ես ինչ որ խնդիրներ չտեսա, որ ասեմ խնդիրներով լի ամիս էր, բացարձակապես խնդիրներով լի ամիս չէր ձեզ համար, հիանալի ամիս էր, վայելեք այս ամիսը, նոր տարին է սկսվում, հենց ձիու տարին է սկսվում, այնպես որ վայելեք այդ ամիսը և ուղղակի ապրեք, թող որ ձեզ համար լինի այս ամիսը ամենահաջողակ ամիսը, բոլոր տարվա ամիսներից դե նոր է սկսել, դեռ մենք նոր ենք խոսում, այնպես որ վայելեք ուղղակի այս ամիսը, երբ որ հաջողություններով լի է լինում, ուղղակի մարդ պետք է վայելի, ոչ թե իր համար խնդիր ստեղծի եւ այդ լավ պահը, այդ ոլորտի լավ պահը փչացնի։ Այսքան է, լավ եղեք։